Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Վերջին ժամանակաշրջանում Ռուսաստանը ուժեղացրել է իր հիբրիդային գրոհները Հայաստանի դեմ, փորձելով ազդեցություն գործել Հայաստանի քաղաքական կուրսի վրա, ինչպես հայտնի է մարտ ամսվա վերջին Հայաստանում ընդունվեց մի օրենք, ըստ որի Հայաստանը սկսում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը եւ դա ամրագրում է օրենքով, ինչպես ասացի, եւ դա առիթ դարձավ, որ սկզբից Ռուսաստանի փոխվարչապետը, տարբեր պրոպագանդիստներ ուղղակի սկսեն սպառնել Հայաստանին, հիշեցնել, որ Եվրամիության անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ անդամակցության հետ։ Իհարկե, այդտեղ որևէ նոր բան չկա, գաղտնիք չէ, դա 2013 թվականին էլ հենց այդ թեմաներն էին մեջտեղ բերում, երբ Հայաստանին թրաֆիքինգի էին ենթարկում այդ Եվրասիական միություն կոչված, այդ կազմավորման մեջ հիմա սկսել են ներսում էլ խոսալ, թե դա մեծ համար հիմա կենսական անհրաժեշտություն է, մենք ուրիշ ձև չունենք, դա ռուսներն էլ լավ գիտեն այստեղ ինչ են խոսում, եւ խոսում են այն մասին, որ Հայաստանը կզրկվի իր հնայի 40%-ից, եթե քայլ անի ԵԱՏՄ-ից դուրս։ Դրա մասին այդ սպառնալից հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Եվ նրանց էլ սկսեց ձայնակցել ռուսական բիզնեսի հայ ներկայացուցիչ Սամվել Կարապետյանը, որը նաև սեփականատեր է Հայաստանում, մասնավորապես նրան է պատկանում Հայաստանի էլեկտրոէներգիայի բաշխիչ ցանցը, էլեկտրական ցանցերը, Հայաստանի էլեկտրական ցանցեր այդ համակարգը եւ նա էլ իր մասով է զգուշացնում, որ Հայաստանին լավ բաներ չեն սպասվում, եթե ԵԱՏՄ-ից դուրս գա, Եվրամիությանն ինտեգրվի եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ դա ասվում է մի ժամանակաշրջանում, երբ Միացյալ Նահանգներն ուղղակի խառնել են ընդհանրապես այս ազատ առևտրի ռեժիմը համաշխարհային տնտեսության մեջ, այս տարիֆային քաղաքականություն, որը վերաճում է, ինչպես տեսնում ենք, տարիֆային պատերազմի, 90 օրով մորատորիում է հայտարարված եւ բանակցում են բազմաթիվ երկրներ, որ այդ տարիֆներն այնուամենայնիվ չգործեն, սակայն Չինաստանի հետ այդ ամենը ուղղակի առճակատման ռեժիմով է ընթանում, մինչև երբ պարզ չէ, փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր այսօրվա հյուրն է տնտեսագետ, տնտեսական հարցերով փորձագետ, մեր տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քաթոյանը, բարև եք եկել, պարոն, շնորհակալ եմ հրավերս ընդունելու։ Շնորհակալություն ավիներ։ Դուք այս տնտեսական նորություններին, տնտեսական կոնյունկտուրայի զիգզագներին հետևում եք մշտապես, ձեր գնահատականը ինչ է նախ տեղի ունենում, գանք ընդհանուրից մասնավորի, ինչ է տեղի ունենում համաշխարհային տնտեսության մեջ եւ ինչ են թելադրում այդ փոփոխությունները այդ համաշխարհային տնտեսության սուբյեկտներին ընդհանուր առմամբ, համեցեք։ Եթե համաշխարհային տնտեսության տրամաբանությամբ նայենք, ըստ էության գլոբալ առևտրատնտեսական կապերը քանդվում են եւ ըստ էության այն ընդհանուր գլոբալ ռազմավարությունը, գլոբալացումը, որի
առաջ մղողը Միացյալ Նահանգներն էր, ըստ էության հետադարձ ռեժիմի մեջ է արդեն դրված եւ այսինքն դեգլոբալիզացիա այո, ըստ էության այո, եւ համաշխարհային ապրանքային հոսքերը, ֆինանսական հոսքերը, արժույթների դերը, ուրեմն ֆինանսական համակարգում այս ամենի արդյունքում ըստ ամենայնի էական փոփոխության կենթարկվի եւ ըստ էության ինչ է տեղի ունենում այն, որ ԱՄՆ վարչակազմի գնահատմամբ ապրանքային հոսքերի այսպես ուղղվածությունը ոչ այնքան նպաստավոր է իր տնտեսության զարգացման տեսանկյունից եւ փորձ է արվում այդ հոսքերի վերաուղղորդում իրականացնել, խթանել ուրեմն այլ ավելի խթանել ներդրումները ԱՄՆ իրական հատվածում, բերել արտադրություններ Միացյալ Նահանգներ, բայց դե ակնհայտ է, որ գլոբալացումը, ազատ առևտուրը ու նաև ուրեմն ԱՄՆ տնտեսական, այսպես խոշոր միավորների բաշխումը, ցրումը ամբողջ աշխարհով մեկ, դա տեղի ունեցել ինքնարժեքի կառավարման եւ ցածր ինքնարժեք ստանալու համար։ Հիմա այո, կարելի է այնպիսի պայմաններ ստեղծել, որ այդ ամենը հետ վերադառնա, բայց դրա համար անհրաժեշտ են տարիներ 1, երկրորդը հսկայական ներդրումներ եւ երրորդը դա կնշանակի ծախսերի թանկացում, ծախսերի բարձրացում։ Գնահատականներ կային, քանի որ Apple ընկերությունը այս գործընթացների այսպես շատ թիրախային օրինակ է հանդիսանում, կան գնահատականներ, օրինակ Apple-ի ԱՄՆ տարածքից դուրս գտնվող Չինաստանում գտնվող արտադրության, ուրեմն այդ արտադրական գործընթացների նույնիսկ 10%-ը ԱՄՆ հետ վերադարձնելու համար պահանջվելու է մինչև 5 տարի ժամանակ եւ $30 միլիարդ ներդրում։ Արդյոք դա նպատակարար է թե ոչ։ Մանավանդ այդ iPhone-ն էլ կարժենա, ասենք թե մի $5000։ Ну կան ավելի հորետեսական գնահատականներ, եթե այնպիսի հիպոթետիկ իրավիճակում պատկերացնենք, որ iPhone-ի բոլոր բաղադրամասերը արտադրվում են Միացյալ Նահանգներում, դրա գինը կլինի արդեն $23000։ Կային այնպիսի գնահատականներ, այնպես որ եւ նույնը նաեւ մյուս արտադրությունների, այսինքն արտադրությունը փնտրել է էժան, աշխատուժ գտել, այդտեղ ներդրումներ իրականացրել եւ արտադրությունը կազմակերպել։ Այդ ամենը հետ բերելը այո կհանգեցրի նրան, որ միգուցե ԱՄՆ առևտրային դեֆիցիտը կնվազի, բայց այդտեղ այսպես լուրջ տեղաշարժեր կան եւ մի քանի գործոններ կան, որոնք որ այստեղ այսպես այդքան էլ չեն դիտարկվում։ ԱՄՆ վարչակազմը խոսում է ապրանքների առևտրում ունեցած իր բացասական հաշվեկշռի դեֆիցիտի մասին 900 միլիարդ, $1 տրիլիոն, բայց ծառայությունների ոլորտում իրենք ունեն ուրեմն դրական հաշվեկշիռ այսօր Միացյալ Նահանգները ամբողջ աշխարհին արտահանում է $300 միլիարդ տարեկան ավելի շատ ծառայություն, քան ներմուծում է թվային ծառայություններ, մնացած բոլոր այստեղ մյուսը դոլարի որպես գլոբալ վճարամիջոցի դերակատարում ըստ էության այս բոլոր գործընթացները իրերի այն վիճակը, որը որ կա, դրա կարևոր նախապայմաններից մեկն էլ դոլարի որպես գլոբալ վճարամիջոց հանդիսանալն է։ Եթե Միացյալ Նահանգները այո, եւ դրա հիմքում հենց նաեւ վստահությունն է։ Հիմա եթե այս բոլոր կապերը քանդվում են եւ այլ առանձին բլոկներ են ստեղծում, արդեն դոլարի դերը սասանվելու է եւ իր կարիքը չի լինի այն չափով, որքանով որ կար։ Այստեղ այդ հանգամանքը բացի այդ ուրեմն Միացյալ Նահանգները այսօր գլոբալ տնտեսական համակարգում չունի այն դերակատարումը, որը որ ուներ մի քանի տասնամյակ առաջ եւ այն ժամանակ այո միգուցե այս տարիֆային քաղաքականությունը այլընտրանք կլիներ եւ երկրները ինչպես Թրամփն է ասում իսկապես հերթ կկանգնեին որպեսզի պայմանավորվեին եւ այլ եթե 70-ականներին ԱՄՆ համաշխարհային տնտեսության 40%-ներ կազմում, հիմա 25-26%-ի տիրույթում է եւ դա է պատճառը, որ Չինաստանն այսօր իրեն ավելի վստահ է զգում, Չինաստանը ունի վստահություն, որ կարող է, այո, ԱՄՆ-ն հանդիսանում է կարևորագույն շուկա իր համար,
բայց մյուս կողմից ինքը կարող է ալենտրանքներ իր համար ստանալ, իհարկե ոչ այն ցավալով, բայց այդ ալենտրանքները կլինեն եւ բացի այդ այստեղ հաշվի առնելով այն, որ չինական տնտեսությունը չնայած տնտեսական աճը վերջին այսպես տասնամյակի ընթացքում որոշակիորեն դանդաղել, այնուհանդերձ էլի բարձր մակարդակի վրա է եւ տարբեր գնահատումներով այս տարիֆային պատերազմի արդյունքում վատագույն դեպքում տնտեսական աճը կարող է իջնել, ասենք, մինչև 2%, 2.5%, այսինքն սա նույնիսկ այդ վատագույն սցենարը այդքան էլ աղետալի կամ կործանար չի լինի չինական տնտեսության համար։ Այսինքն Չինաստանն այսօր ունի ռեսուրս այդ ամեն հաղթահարելու համար, բայց ԱՄՆ տեսանկյունից այնտեղ լուրջ խնդիրներ են, պետք է հաշվի առնել նաև Չինաստանը ավելի այսպես իշխանական ուղղահայացը շատ ավելի այսպես հստակ է, շատ ավելի այլակարծություն չընդհանրող եւ այդտեղ քաղաքական համակարգում ճաքեր տալու, ինչ որ ընդդիմախոսության, ինչ որ մի քաղաքական կուրսի փոփոխության ռեսուրսները ըստ էության բացակայում են, այլ է ԱՄՆ պարագայում, այնտեղ առաջին կարճաժամկետ էֆեկտը այս տարիֆների կլինի գների բարձրացումը ԱՄՆ-ում եւ այդ բարձրացման ֆոնին մարդկանց կենսամակարդակի նվազեցումը լուրջ սոցիալական, դրանից բխող նաև քաղաքական խնդիրներ կարող է ստեղծել, ինչը կասկածի տակ է դնում էլեկտորալ հետևանքներ։ Այո, եւ նաև Չինաստանի այսպես մաքսատուրքերի սահմանման պատասխանները որոշակի թիրախավորում ունեն նաև կոնկրետ նահանգների, որոնք որ ավելի շատ հանրապետական կուսակցության այսպես աջակիցները գերակշռում են եւ փորձի արվում նաեւ այդ ավելի թիրախային ազդեցություն գործել եւ սա նաեւ կարող է թանել այնպիսի այսպես փոխգործակցության ձևաչափերի, որոնք նախկինում կարող էին քիչ հավանական կամ չգիտեմ ֆանտաստիկ թվալ եւ ճիշտ է Միացյալ Նահանգները որոշակի այսպես նաև սպառնում է, որ երկրները չամարցակվեն Չինաստանի հետ խորացնել հարաբերություններ եւ այլն, բայց տեսնում ենք Եվրոմիության երկրները արդեն պայմանավորվելու գործընթաց կա ասիական տարածաշրջանում Չինաստանը փորձում է ավելի կոնսոլիդացնել Վիետնամի, մյուս երկրների հետ հարաբերությունները ավելի խորացնելու եվրոպական երկրները անհատական մակարդակում արդեն կան ԵՄ մակարդակում որոշակի այսպես ավելի խորացնելու տեսանկյունից խոսակցություններ կան Չինաստանի հետ հարաբերությունների այսօր գլխավոր խնդիրը անկանխատեսելիությունն է եւ այս տեսանկյունից այո Չինաստանի քաղաքական համակարգի նկատմամբ որքան էլ վերապահումներ լինեն այնուհանդերձ այս անկանխատեսելի միջավայրում Չինաստանը դիտվում է որպես ինչ որ առումով ավելի կանխատեսելի գործընկեր եւ դա եւս կարող է որոշակի դերակատարում ունենալ այսինքն այս պատերազմում տարիֆային ամեն ինչ այդքան միանշանակ չի եւ այդքան էլ ակնառու չէ որ Միացյալ Նահանգները ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները իր կամքը միջև վերջ թելադրելու համար Պարոն Քաթոյան, այս ֆոնին մենք տեսնում ենք Եվրամիության դիրքորոշումը, մերժողական ուղղակի կապված ԱՄՆ տարիֆային այս քաղաքականության հետ չնայած դրական ընդունեցին այդ մորատորիումի մասին որոշումը, ասելով որ մենք էլ մեր կողմից ենք սառեցնում դա եւ պատրաստ ենք բանակցությունների, որի ընթացքում մենք նաեւ սիմետրիայի կբերենք, դա այն էր, ինչ Միացյալ Նահանգները, ասենք, միշտ բողոքում էին, հա, վերջո ամերիկյան մեքենաները շատ ավելի բարձր մաքսատուրքով էին ներմուծվում Եվրամիություն, քան հակառակը, օրինակ, հա, եւ Միացյալ Նահանգները միշտ մատնացույց էին անում ու դա էլ ոնց որ Թրամփի համար խթաներ այդ տարիֆային քաղաքականությունը վարելու, բայց մյուս կողմից էլ Եվրամիությունն ասում է, որ անկախ ամեն ինչից մենք կմնանք այսպես որպես ամենահանգիստ հանգրվանը համաշխարհային տնտեսության համար մենք չենք տրվի այս ամեն ինչին, մենք կպահպանենք մեր միասնությունն ընդհանուր տնտեսական դաշտում եւ այլն։
Հիմա այս ֆոնին Հայաստանն օրենք է ընդունել Եվրամիության անդամակցությանն ուղղված այդ քաղաքական կուրսի մեկնարկի մասին, եւ մենք ստանում ենք սպառնալիքներ Ռուսաստանից, թե ինչ ահավոր բաներ կլինեն մեր հետ, եթե մենք սկսենք դրան տրվել։ Հիմա մենք ինչ անենք, մեր շահերին հետևենք եւ շահերով առաջնորդվենք եւ անենք այն ինչի մասին օրենք ենք ընդունել, թե այնուամենայնիվ առաջնորդվենք Ռուսաստանի սպառնալիքներով եւ ոչինչ չանենք։ Ոմանք էլ ասում են հնարավոր է դա համատեղել, այսինքն մի քիչ անենք, մի քիչ էլ հաշվի առնենք այն, որ հետո ասենք խուսափենք ինչ-որ շոկային սցենարներից եւ այլն։ Ձեր կարծիքով, ձեր իմացությամբ մեր տնտեսության դրական եւ բացասական կողմերի, որն է ձեզ թվում որպես առավել օպտիմալ ալգորիթմ, հա, մեր անալիքների։ Համեցեք։ Նախ սպառնալիքների մասով, եթե զուտ տնտեսական հարթությունում նայենք, տնտեսական սպառնալիքների մասը չափազանցված է եւ դրանք կառուցված են հիմնվելով այն ուրճացված թվերի վրա, որոնք որ կան։ Այո, իսկապես Հայաստան ԵԱՏՄ առևտուրը շուրջ 13 միլիարդ դոլար է 24 թվականի տվյալներով, հա։ Բայց եթե ավելի ուրեմն իրական թիվ 12.7 միլիարդ դոլար է, որից 12.4 միլիարդը Ռուսաստանի հետ։ Սա արդեն իսկ միայն այս հանգամանքը ցույց է տալիս, որ խոսքը ոչ թե ԵԱՏՄ մասին է, այլ խոսք Հայաստան-Ռուսաստան, հիմա եթե Հայաստան-Ռուսաստան ազատ առևտրի գոտի լիներ, ԵԱՏՄ չլիներ, նույն արդյունքներ լինելու ըստ էության։ Հաջորդը, այստեղ ուրեմն ինչից ենք մենք զրկվում, հա, եթե այս 12.4 միլիարդ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ որ դիտարկում ենք, դրա զգալի մասը ներմուծումն է։ Արտահանումը կազմում է 3.2 միլիարդ դոլար, ներմուծումը 9.5 միլիարդ դոլար, 9 միլիարդի կարգի է եւ ըստ ներմուծման մեջ գերակշռում են թանկարժեք մետաղների հոդվածով արվող ներմուծումները ըստ էության մենք ունենք 7.5 միլիարդի 7.5 միլիարդի կարգի ներմուծում Ռուսաստանից ուրեմն թանկարժեք մետաղների մասով։ Այսինքն ասել, որ սա խոսում է առևտրի, Հայաստան-Ռուսաստան առևտրի մեծ պոտենցիալի մասին, կամ սա խոսում է այն մասին, որ եթե այդ թվերը կրճատվեն, Հայաստանը լուրջ սպառնալիքի կամ խնդիրների առաջ է կանգնելու, ոչ, դա այդքան էլ այդպես չէ։ Հաջորդը, եթե մենք դիտարկենք արտահանումը, Հայաստանից Ռուսաստան արտահանումը էլի 24 թվականի ուրեմն տվյալներով 3.2 միլիարդ դոլար է կազմել եւ այդ 3.2 միլիարդի մեջ զգալի մասնաբաժին ունեն այն ապրանքատեսակները, ապրանքախմբերը, որոնք որ կապված են ուրեմն վերարտահանման հետ եւ որոնք որ ըստ էության անհրաժեշտ են ռուսական տնտեսությանը արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների շրջանցման կամ պատժամիջոցների պայմաններում որոշակի նվազագույն այսպես կենսագործունեություն ապահովելու համար մենք ունենք օրինակ եթե ըստ էության Հայաստանից Ռուսաստան արտահանման գլխավոր հոդվածը բջջային հեռախոսներն օրինակ եթե առաջի կիսամյակի թվերով նայենք 300 միլիոն դոլարից ավելի բջջային հեռախոս է արտահանվել Հայաստանից Ռուսաստան զգալի թիվ է կազմում, ասենք, համակարգիչներ, մոնիտորներ, այնտեղ այլ էլեկտրոնային սարքավորումներ, կենցաղային սարքավորումներ եւ այլն, այսինքն արտահանման մոտ 40%-ը 3.2 միլիարդի կազմում են հենց այս ապրանքախմբերը, որոնք կապված չեն Հայաստանի տնտեսության մրցունակության հետ եւ այս արտահանման կասեցումը որևէ կերպ Հայաստանի տնտեսական այսպես գործունեության վրա էական ազդեցություն չի թողնի մի զգալի մասնաբաժին արտահանման մեջ կազմում են այն ապրանքախմբերը, որոնց շուկան այո ամանդաբար ռուսական շուկան է, բայց մյուս կողմից դրանք հնարավոր կլինի հեշտորեն վերաուղղորդել այլ երկրներ, այստեղ կա
ուրեմն մետաղական արտադրանք, հանքաքար եւ այլն, որը բավականին այսպես այս առումով Հայաստանի մրցակցային դիրքը բավականին նպաստավոր է եւ կարող ենք այդ ապրանքատեսակները, այլ շուկաներ եւս վերաուղղորդել։ Եթե էլի նայում ենք այս ամբողջ ժամանակահատվածում սննդամթերքի կամ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հետ կապված իրավիճակը, ապա այո, այստեղ մենք ունենք էլի ավանդական շուկաներ, ծիրան, ասենք միրգ, մրգի այլ միրգ, ուրեմն բանջարեղեն, լոլիկ, օրինակ, որոնց արտահանումը տարեկան ծավալները Ռուսաստան կազմում է 30-ից 50 միլիոն դոլար եւ այստեղ եւս նույն ծիրանի կամ մյուս մրգերի պարագայում հնարավոր է որոշակի աշխատանք տանելու, հատկապես մարքեթինգային որոշակի գործառնությունների պարագայում հնարավոր կլինի այդ հոսքերը վերաուղղորդել դեպի այլ երկրներ, այսինքն ասել, որ ուրեմն ապրանքաշրջանառությունը որակապես կրճատվելու է եւ դա հարվածելու է տնտեսական ներուժին կամ կաթվածահար է անելու Հայաստանի տնտեսությունը, չէ, այնտեղ մի զգալի մասնաբաժին հենց բուն վերարտահանումն է կամ այն ապրանքախմբերն են, որոնք կապված են ուրեմն պատերազմը պայմանավորված պատժամիջոցների այսպես շրջանցման հետ, այսինքն այդ տնտեսական ամփոխայնելիության թեզը գերագնահատված է ըստ էության, այո, կան շուկաներ, որոնք ավանդաբար, որտեղ մեր տնտեսվարողները, որոնց պարագայում ուրեմն աշխատել են ռուսական գործընկերներ, ռուս գործընկերների հետ եւ շատ դժվար է լինելու շատ արագ վերապրոֆիլավորել, բայց դրանց մասշտաբը այնքան չէ, ինչքան որ ըստ էության ներկայացվում է, բայց դա չի նշանակում, որ մենք չունենք դիվերսիֆիկացիայի խնդրեմ, այդ խնդրեմը պետք է լուծվի էներգակիրների մասով մասնավորապես եւ դրա լուծումներն առաջադրվել են։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ եւ Եվրամիություն այլընտրանք, ըստ էության Հայաստանը այդ խնդիրը չի դնում։ Այդ խնդիրը դնում է Ռուսաստանը եւ այդ խնդիրը ըստ էության պարունակում է հենց շանտաժի էլեմենտներ, եթե այսպես դիտարկենք։ Հիմա ինչ կտա մեզ, հիմա եթե այս տրամաբանությամբ նայենք ԵԱՏՄ առևտուրը, ԵԱՏՄ ներսում եւ ԵԱՏՄ այսպես տնտեսական համակարգը, համաշխարհային տնտեսական համակարգի 2-3%-ն է կազմում։ Այդ 2-3%-ի մաս կազմելով մենք բարդացնում ենք մեր առևտուրը, ֆինանսական գործառնությունների, ապրանքծառայությունների արտահանում ներմուծումը մնացած 97%-ի հետ։ Մենք խոսեցինք տարիֆներից, այո, ասենք ԱՄՆ նկատմամբ անհամարժեք տարիֆային քաղաքականություն իրականացվում, ուրեմն Եվրամիության կամ Չինաստանի կողմից, բայց նույնը կա Հայաստանի պարագայում։ Մինչև ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի միջին կշռված ուրեմն տարիֆը եվրոպական ապրանքների պարագայում 2.4% էր, ուրեմն դեպի Եվրոպա արտահանում իրականացնելու պարագայում հիմա այդ տարիֆները գրեթե եռապատկվել են, այսինքն Հայաստանը ԵԱՏՄ անդամանալով ուրեմն այս սակագնային սահմանափակումները գրեթե 3 անգամ ավելի բարդ են դարել հաղթահարելու համար։ Մյուս ասպեկտը, եթե մենք դիտարկենք, եթե չենք փորձում դիվերսիֆիկացնել եւ այդ մասին շատ է խոսվում, որն է ԵԱՏՄ-ի հեռանկարը եւ ռուսական տնտեսության հեռանկարը, ըստ էության Ռուսաստանի տնտեսությունը տասնամյակներ շարունակ եւ Խորհրդային Միության ժամանակ էր դա այդպես, ընդ որում, ասենք Խորհրդային Միությունն ինչու փլուզվեց, եթե այսպես նայենք 90-ականներին, որովհետեւ նավթի գները ցածր էին։ Եթե նավթի գները լինեին, ասենք 80-90 դոլար կամ 100 դոլար, կարող է մինչև հիմա Խորհրդային Միությունը գոյություն ունենար։ Այսինքն այդպիսի թեզել է շրջանառվում, որը տնտեսական, այսպես տրամաբանությունից զերծ չէ, եւ հիմա այն երկարաժամկետ գործընթացը, որը որ կա նավթի գների նվազման հետ կապված, դա ինքնին ռուսական տնտեսության համար լուրջ խոչընդոտներ է ստեղծում։ Այսօր օրինակ Ռուսաստանի բյուջեում նավթի 1 բարելի հաշվարկային
գինը 6700 ռուբլի է դրված։ Այսինքն նավթը պետք է լինի առնվազն այդ գնով, որպեսզի Ռուսաստանի բյուջետային եկամուտները կատարվեն այնքանով, որքանով որ պլանավորված է, եւ այն պարագայում, երբ որ նավթի գները ընդհանրենք 50-50-ից ցածր դոլարին կազմում դա, ուրեմն հանգեցնելու է անխուսափելիորեն ռուսական արժույթի արժեզրկման։ Եվ այդ արժեզրկման պարագայում Հայաստանի ուրեմն մրցակցային առավելությունները հայաստանյան ընկերությունների ռուսական շուկայում էապես համանափակվում են։ Պատկերացրեք, եթե 1 բարել նավթի հաշվարկային գինը 6700 ռուբլի է, բայց ուրեմն 1 բարել նավթը արժի $50, դա նշանակում է, որ դոլարը ռուբլով պետք է արժենա առնվազն 130, շուրջ 140 ռուբլի, որպեսզի նա որ լինի ուրեմն հաշվեկշռել ռուսական բյուջեն, իսկ 130-140 ռուբլու կամ նույնիսկ դրանից ցածր ուրեմն դոլարի գնի պայմաններում Հայաստանից Ռուսաստան արտահանումը արդեն դառնում է ոչ այնքան նպատակահարմար, այսինքն Աշճանաբար ռուսական շուկան կորցնելու է անխուսափելիորեն իր գրավությունը նույնիսկ ավանդական ապրանքների համար եւ նույնիսկ եթե մենք դիվերսիֆիկացիային միտված քայլեր չձեռնարկենք, ապա դեպի Ռուսաստան արտահանումը սահմանափակվելու է։ Եվ օրինակ եթե 24 համատենք 23-ի հետ մենք 10%-ից ավել նվազում ունենք, ճիշտ է դա պայմանավորված է ավտոմեքենաների արտահանման նվազմամբ, բայց այնուհանդերձ տարիներ շարունակ մենք կարող ենք տեսնել, ասենք որ մեր ավանդական ճյուղերի արտահանումը չի ավելանում։ Ծիրանը, ասենք տարիներ շարունակ 30-40 միլիոնի ծիրան էինք արտահանում, նույն ծավալը մնացել է։ Տարեկան 30 միլիոնի կարգի լոլիկ ենք արտահանում, դա մնացել է, այսինքն այստեղ մենք որակական ինչ-որ փոփոխություն այսպես թե այնպես չունենք։ Հայաստանը մնալով ԵԱՏՄ անդամ 50 տարի հետո էլ լինելու է լոլիկ կամ ծիրան կամ հանքաքար արտահանող երկիր եւ որակական որևէ տեղաշարժ, այո, այստեղ չի արձանագրվելու։ Հետևաբար դիվերսիֆիկացիան եւ ավելի բարդ ապրանքատեսակների վրա շեշտադրումը ինքը այլընտրանք չունի եւ ավելի մեծ շուկաներ մտնելը այլընտրանք չունի։ Բնականաբար այստեղ այդ ընտրությունը նույնիսկ քննադատելը երկարաժամկետ տրամաբանության տեսանկյունից բավական է խոցելի է։ Կարճաժամկետը հա, հիմա ոնց որ հացը կա, բերեք ուտենք, վաղվա մասին չմտածենք, բայց վաղը ամեն հաջորդ օր այդ հացը, այդ եկամտի աղբյուրը ինքը գնալով պակասելու է, ցամաքելու է եւ մենք անխուսափելիորեն ավելի շատ խնդիրների առաջ ենք բախվելու, այսինքն այստեղ եւ բացի այդ տեկտոնական տեղաշարժերը, որոնք որ կան, խոսում են մասի, որ մենք պետք է փորձենք այդ հնարավորությունն օգտագործել։ Հա, տարիֆային պատերազմներ, ապրանքների թանկացում, Հայաստանը, ինչպես որ Ռուսաստանի պարագայում կարևոր դերակատարում ունեցավ իր չափերի համեմատ կարևոր, նույնը կարող է ունենալ նաեւ այլ շուկաներ մտնելու տեսանկյունից եւ այստեղ լուրջ աշխատանք կա բնականաբար անելու, առավել եւս մինչեւ այդ տարիֆային նույնիսկ այդ պատերազմը ամենատարբեր գնահատական է ցույց էին տալիս, որ թե Եվրոմիության շուկայի, թե Միացյալ Նահանգների շուկայի մասով Հայաստանը օգտագործում է իր ներուժի շատ չնչին մասը, 10-15% ընդամենը լավագույն դեպքում։ Պարոն Քաթոյան, դուք մասամբ արդեն շոշափեցիք այդ հարցը, խոսքը վերաբերվում է Հայաստանի էներգետիկային եւ դրա ապագային։ Այսօր այդ էներգետիկայի հետ կապված զարգացումները մեր եւ մեր հարևան տարածաշրջաններում այնպիսին են, որ իմ համոզմամբ Հայաստանը կանգնած է ըստ էության իր էներգետիկ ռազմավարությանը վերաբերվող որոշումներ ընդունելու հրամայականի առաջ։ Մասնավորապես խոսքը վերաբերվում է մեր միջուկային էներգետիկայի ապագային, հա, ինչպիսին է այն լինելու, ում հետ է դա լինելու, եւ երկրորդը Հայաստանը այնուամենայնիվ այն եզակի երկրներից է մեր տարածաշրջանում, որ
ունի կարողություններ հավելյալ էլեկտրոէներգիա արտադրելու, բայց արտադրի որ ինչ անի, այսինքն նաև որոշումներ են պետք մեր այդ արտահանման ենթակառուցվածքները կառուցելու, ստեղծելու, իրավապայմանագրային բազա բերելու դրա տակ, եւ մենք տեսնում ենք ինչ հիմա հուշագրեր են ստորագրում, ասենք Ադրբեջանը կենտրոնական Ասիայի հետ, որ տրանսկասպյան մալուխ բերեն, մյուս կողմից էլ կնքվում է Վրաստանի հետ միասին եվրոպական երկրների հետ, Բուլղարիայի եւ Ռումինիայի, Թուրքիայի հետ, Հայաստան չկա ոչ մի տեղ։ Որովհետեւ այնտեղ ասենց օթից առևտուրա գնում, հա, այսինքն ապագայի համար չունի այդ էլեկտրոէներգիան, բայց ինքը մեմորանդումով ամրագրում է իր վաղվա դիրքերը։ Մենք այստեղ չկանք, սրանով այնպեսի տպավորություն է, որ ոչ մեկ չի զբաղվում։ Իհարկե, էկոնոմիկայի նախարարը Էմիրություններում այն հայտնի, մեզ գոնե հայտնի այդ Մասդար ընկերության հետ այնուամենայնիվ որ պայմանավորվածություններ ձեռք բերեց, որ այն նախագիծը մեծածավալ ֆոտովոլտային կայանի կառուցման համար, բայց էլի դա շատ կարևոր է, բայց միջուկային էներգետիկայի հետ կապված եւ այդ արտահանման հետ կապված ոնց որ դրա մասին ձայն չկա։ Եվ դրանով զբաղվում է մի փոխնախարար տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, ասենք մի քանի փոխնախարարներից մեկը, որի տեղն էլ սա քանի ամիս թափուր է։ Հետո սա լրջագույն խնդիր է եւ թե այո այդ կարևորագույն ոլորտը կառավարման տեսանկյունից բավարար արդյունավետություն չունի։ Այստեղ լրջագույն խնդիր կա կադրերի առումով, եթե նայում մենք ըստ էության միջուկային երկիր ենք հանդիսանում, բայց գիտելիքի տեսանկյունից միջուկային ֆիզիկայի հարակից այդ բաների մասով գիտելիքը եւ հմտությունները կրողների միջին տարիքվականին բարձր է եւ այստեղ թարմացում ըստ էության տեղի չի ունենում, նույնը կա նաեւ էներգետիկայի մյուս ոլորտներում։ Այսինքն շատ հարակից հարցեր կան, երբ որ այդ բոլոր հարցերը առանձին դիտարկում ենք, ամենը բարդ լուծելի խնդիր է դառնում, բայց դրանք անխուսափելի են, եթե մենք ցանկանում ենք էներգետիկ, այսպես անկախության աշճանը բարձրացնելու կամ մեր կարևորությունը բարձրացնելու տեսանկյունից նույն ձեր նշած այդ կայանը բազմաչարչար է արդեն ըստ էության, մինչդեռ ասենք հարևան երկրում այն շատ արագ կառուցվեց եւ այստեղ ընդ որում նույն խնդիրը առկա է ամենատարբեր ոլորտներում։ Հետևաբար մենք կարող ենք իրար հետ հանդիպել 1 ամիս հետո ասենք կես տարի հետո, 2 տարի հետո ու խոսենք էլի նույն խնդիրներից։ Այստեղ լուրջ հարցեր կան, այո, եւ դուք խոսում եք այն մասին, որ էներգետիկ առումով լիքը անելիքներ կան եւ հնարավորություններ կան, այո։ Որով եւ կարճ ժամանակ։ Այո, եւ պետք է անել, որը ամենայն դեպս տեսանելի չէ դրա մասով, բայց մյուս կողմից, օրինակ Եվրամիության պարագայում կա ցանկություն Հայաստանի եւս տեսնել այդ հարաբերությունների մեջ եւ հատկապես եթե մենք խոսում ենք ուրեմն կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների սերտացման տեսանկյունից, եթե խոսում ենք Չինաստան, Եվրամիություն հարաբերությունների խորացման հնարավորությունների մասին, այստեղ Հայաստանի դերակատարությունը ոչ միայն էներգետիկ ոլորտում, այլ նաև կոմունիկացիոն ապրանքների, ծառայությունների առևտրի մասով էապես ավելանալու է եւ մենք պետք է, ինչպես ասվում է, լուրջ տնային աշխատանք կատարենք, որպեսզի կարողանանք պատրաստ լինել այդ հնարավորությունների օգտագործմանը։ Հակառակ դեպքում այն ինչ տեղի է ունենում, այս համար կլինի միայն սպառնալիք ուրիշ ոչ մի բան։ Եվ մի կարևոր հարց էլ պարոն Քաթոյան, տեսեք, հիմա այս սպառնալիքներին մեր պատասխանը, հա, այսպես մեր երևի ավելի շատ վարքաբանական հարց է, ինչ պետք է հետևի։ Լավ, լսեցինք, մատ թափ տվեցինք, բայց մենք էլ հո գիտենք, որ պետք է շարժվենք
առաջ շարժվենք, անկախ նրանից ում դուրը կգա, ում դուրը չի գա, հա հասկանում ենք, չգիտեմ, մայիսի 9-ի են գնում մեկ մյուս, որ ոնց որ ավել պակաս որ չխոսեն, այս տրամաբանությունը կա, բայց մյուս կողմից էլ մեզ մի քիչ էլ մեր հողամասը ջրենք էլ, ասենք այս տրամաբանությունով, բայց միևնույն ժամանակ այս սպառնալիքները ինչ-որ մի կետի են գալու վաղը մյուս օր, ընդհանրապես ընդհանուր իրավիճակը, որ ինչ-որ պետք է վերջնականացնել, մենք ինչ ենք ուզում, ըստ էության սպառնալիքները բխում են այն լծակներից, որոնք որ Ռուսաստանն ունի։ Հիմա այդ նույն գործողությունները այլ երկրներ եւս անում են, բայց նմանօրինակ սպառնալիքներ չկան, որովհետեւ համապատասխան լծակներ չկան, որոնց գործադրումը կարող է հետևել այդ սպառնալիքներին։ Այո, մեր քայլը պետք է լինի մեր օրակարգը առաջ տանելը եւ փորձելով ազատվել այն, այսպես լծակների ծանրությունից, որոնք որ կան եւ որոնք որ այդ սպառնալիքները ինչ որ առումով այսպես ծանրակշիռ կամ ազդեցիկ են դարձնում։ Նյութական եղեն։ Գազի հետ կապված դիվերսիֆիկացիան, այո, մենք պետք է հասկանանք, որ պետք է պատրաստ լինենք ինչ որ մի պահի ավելի բարձր գին վճարել գազի համար։ Պետք է ուրեմն պայմանային անվտանգության հետ կապված խնդիրները մենք կարողանանք ըստ էության լուծել։ Պետք է նույն ապրանքատեսակների, որոնց ավանդական շուկան ռուսական շուկան է, պետք է փորձենք դրանց այլընտրանքային նույն, ասենք հայկական ծիրանի պարագայում ամբողջ աշխարհում ունի իր շուկան, օրինակ տեսեք մենք Միացյալ Նահանգների առևտուր ենք անում, ճիշտ է, ծավալները մեծ չեն, բայց այդ առևտուրը պայմանավորված է Միացյալ Նահանգներում կոմպակտ բնակվող ազգության փայ բնակչությամբ, հայկական սփյուռքով։ Եվ իրենք անկախ գնից, անկախ շատ հանգամանքներից այդ կայուն պահանջարկը ձևավորում են, նույն նաև Եվրոպայում կա։ Եվ մարքեթինգային որոշակի քայլեր իրականացնելու փառագամ հնարավոր է նույն Իրանի համար հայկական մրգերի համար գտնել այսպես լոկալ շուկաներ եւ նաեւ պետական աջակցությամբ այդ շուկաներում փորձել որոշակի հագեցվածություն, որոշակի ներկայացվածություն ապահովել։ Այսինքն ասել, որ կան ապրանքախմբեր, որտեղ որոնց բարագայում ռուսական շուկան անփոխայինելու է, այդպիսի բան չկա։ Իրականում այնպես չի, որ մենք ցածր որակի արտադրանք ենք արտահանում եւ միայն Ռուսաստանը կարող է ընդունել, մյուսները չեն կարող։ Այո, կան այսպես օրինակ ասենք կոնյակի բարագայում շատ դժվար է լինելու, այնտեղ օբյեկտիվ սահմանափակումներ կան եւ այլն։ Բայց ապրանքատեսակներ կան, որոնց մասով մենք կարող ենք այդ դիվերսիֆիկացիան կամ անցումը կամ տեղաշարժը տնտեսվարողների հետ աշխատելով շատ հեշտությամբ անել։ Ծիրանի պարագայում ասացի, ձկան հետ կապված էլի խոսել ենք, այո, կա այդ եւ մյուս ապրանքատեսակների մասով, այսինքն հատ ամեն ապրանքախմբի մասով անհրաժեշտ է աշխատանք տանել, որովհետեւ այն մի X պահը, որը որ կգա եւ հիպոթետիկ ռուսական շուկան, ասենք, կարող է փակվել ինչ-որ ապրանքատեսակների համար, ու այդ գործընթացը շատ ցավոտ չլինի։ Եվ ընդ որում ասել, որ սա ռուսական կողմից, չգիտեմ ինչ դրսևորում է, մենք պետք է հասկանանք, որ այսօր աշխարհաքաղաքական իրողությունները այդպիսին են։ Նույնը ըստ էության անում է Միացյալ Նահանգները իր երկարամյա գործընկերների նկատմամբ։ Բարձր մաքսատուրքի նշանակում է դու մրցակցային չես կարող բերել եւ մտածում են ուրեմն գործընկերները այլ շուկաներ գտնելու, այլ շուկաներ մուտք գործելու համար։ Մեր մասշտաբները այս պահին այնպեսին չեն, որ մենք չկարողանանք այլընտրանք գտնել, ինչպես ասացի, արտահանման մի զգալի մաս մետաղական հանքաքարն է, մետաղներն են, որոնք ամենատարբեր շուկաներում կարող են ուրեմն պահանջված լինել, այսինքն աշխատանք պետք է տանել եւ այդ աշխատանքը առանձին ապրանքախմբերի մասով եւ այդ ամենը ուղղված է լինելու բոլոր այն լծակների այսպես ծանրության թեթևացմանը եւ այդ գործողությունները որ արվեն նույն գազի պարագայում ես չեմ կարծում թե Ռուսաստանը Հայաստանի պարագայում գազի հետ կապված կգնա արմատական ինչ որ մի վերանայման փոփոխության Ռուսաստանին այսօր արտաքին շուկաների խնդիր ունի Գազպրոմը վերածվել է
այսպես վնաս արձանագրող եւ նայում է արդեն պետական բյուջեից, որ դոտացիա տրամադրել, որպեսզի ինքը կարողանա այդ 1 տրիլիոնից ավել վնասը ծածկել։ Եվ արդեն եթե այո նախկինում 140 միլիարդ խանարդ մետր գազ իրենք Եվրոպային արտանում եւ կարող էին Հայաստանի հետ 2 միլիարդը փակել, հիպոթետիկ ասած, հիմա այդ 140 միլիարդը չկա եւ Հայաստանի 2 միլիարդը նույնիսկ ինքը այսպես փակելուց առաջ լրացուցիչ կմտածեն արժի թե այդ շուկայից էլ զրկվել առավել եւս որ այդ բոլոր լծակները որի մասին խոսեցինք իրենք մեկ անգամյա գործողության են եթե արգելափակվում է եթե դու կարողանաս այլ ընտրանքներ ձեռք բերել արդեն այլ շուկաներից կարող ես օգտվել եւ կապուղիների հնարավորությունները Թուրքմենիայից ոպ եղանակով Իրանի միջոցով այդ մեխանիզմը կան մեխանիզմներ այո կարճաժամկետ հատվածում որոշակի խնդիրների կբախվես բայց երկարաժամկետում դա հաղթահարելի է Վրաստանի օրինակն էլ ըստ էության ցույց տվեց որ դա հաղթահարելի է լծակները իրենց նպատակին չծառայեցին Ճիշտ է, հետագայում այլ փոփոխություններ տեղի ունեցան, ամենայն դեպս տնտեսական գործոնը չբերեց նրան, որ Վրաստանը հետադարձ կատարի զուտ տնտեսական գործոններ, նույնը նաև իրենք հասկանում են, որ Հայաստանի պարագայում ավելի հեշտ է դրանցով վախացնել, քան գործադրել։ Եվ ամփոփելով, պարոն Քրթոյան, դուք դա արդեն անդրադարձաք դրան մասամբ Հայաստանի կառավարությունը, մասնավորապես վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը վերջերս բանակցություններ էր վարել Աշխաբադում, թուրքմենական գազը սվոփ եղանակով Իրանի տարածքով Հայաստան մատակարարելու հետ կապված։ Որքանով է ձեզ թվում իրատեսական այս տարբերակը եւ որտեղ է թույլ օղակը, հա, այդ ամենի, որպեսզի այս մտահղացումը դառնա իրականություն։ Ըստ էության թույլ օղակը գինն է, այս պայդրությամբ գնի հարցում դեռևս պայմանավորվածություն չկա, բայց այն որ Իրանը մտադիր է գործարկել այս սխեման, ոչ միայն Հայաստանի պարագայում, նախկինում էլ այս սխեման աշխատել է Հայաստանի հետ կապված չէ, բայց Իրանը ունի փորձ այդ սխեման գործարկելու, կարծում եմ կենսունակ է, կարող է լինել, մյուս խնդիրը թույլ օղակը դա գազամուղն է, մենք չգիտենք այնինչ վիճակում է, թողունակությունը, այո, այսօր 400 միլիոն խորանարդ մետր է գազ գալիս, բայց թողունակությունը հնգապատիկ ավելի է, մինչև 2 միլիարդ հնարավոր է Հայաստանի էներգետիկ կարիքները գազի 2-4 միլիարդ են գումարային տարեկան սպառում, այսինքն սպառման մի 80%-ը դու կարող ես դրանով ուրեմն ապահովել, իսկ որքանով այդ հզորությունն ավոր կլինի գործարկել, որքանով նպատակարար կլինի նոր գազամուղի կառուցումը ֆինանսապես եւ այլն, դրանք հարցեր են տեխնիկական, բայց որոնք կարեւոր են արժի քննարկել։ Ամենայն դեպս այլ ընտրանքներ կա, եւ Ռուսաստանը ինքը գիտի եւս որ այլ ընտրանքներ կա, ընդհանրապես աշխարհում էներգետիկ հաշվեկշիռը որոշակիորեն փոխվում է եւ հատկապես այս համաշխարհային ստագնացիայի կանխատեսումների ֆոնին բնականաբար հաջորդ ուրեմն ազդակը էներգակիրների սպառման ծավալների նվազումն է եւ այստեղ պայքար է գնալու նոր շուկաների համար եւ Հայաստանը այո փոքր շուկա է, բայց շուկա է եւ որևէ մեկը չի ցանկանա այն կորցնել կամ նոր ինչ որ մեխանիզմներով այս շուկա մտնելը կարծում եմ ինչ որ իրավիճակում կարող է գրավիչ տարբերակ լինել։ Շատ շնորհակալ եմ, պարոն Քրթոյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները, եզրահանգումները եւ առաջարկությունները բարձրաձայնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար շնորհակալություն։ Հա, մենք զրուցեցինք մեր գործընկերոջ, տնտեսագետ, տնտեսական հարցերով փորձագետ Արմեն Քրթոյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, սպառնալիքների եւ դրանք հաղթահարելու հնարավորությունների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։
Շնորհակալ։